Սիրեիներ, երբ ճշմարտությունը բացահայտվի, երբ մեղքը մերկացվի, երբ Աստված ինքը բանա այն թուրը, որ մարդիկ փագած էին տարիներով, արդյոք ինչ պետք է անենք մենք, ինչպես պատասխանել, ոչ թե հպարտությամբ, ոչ վրեժով, այլ իբրև Աստծո ժողովուրդ։ Քրիստոնյան, երբ արերեսվի սրբության բղծման հետ, երբ տեսնե, որ եկեղեցին վիրավոր է, իր հոգևոր հայրերը անկումի մեջ են, իրավ պատասխանը պետք է լա ոչ սոսկ ծայրույթ, այլ աղոթքով ներշնչված պատասխան։ Աստվածաշունչը մեզ գսորվեցնե, որ Հովնան մարգարեն կոչեց Նինվեի մեղքերը, ժողովուրդը ոչ թե բարգացավ կամ իրեն կողցավ քովերեն, այլ խոնարեցավ, զոմաբահեց եւ հագավ քուրձ, եւ այդ խոնարհությունն էր, որ դարձավ Նինվեի փրկությունը։ Այսպես սիրեիներ, եկեղեցին երբ վիրավոր է, պետք չէ ամեն մարդ դառնա քննադատ ու դատավոր, այլ պետք է վերածվի բժշկի, աղոթքով, հեզությամբ, մաքրագործումի մասնակցությամբ։ Ուրեմն, ինչպես կլա ճշմարիտ պատասխանը։ Աղոթք եկեղեցվո փրկության համար։ Սամոս 2-ն գսե. «Թող աչքերուս ցողվին արցունքով իմ ժողովրդի աղջկան փլուզման համար» Երեմիա 8:21։ Մենք պետք է լանք, բայց լանք սրբագործող արցունքով։ Աղոթք ունենք սրտանց, ոչ ավանդության ճնշմամբ։ Աղոթք, որպես զղջում ամբողջ ժողովրդի անունով։ Երկրորդ, մերժել գեղձիկը, թե վերևեն, թե ներքևեն։ Ճշմարտության ժողովուրդը պետք է լա անգեղծ, ոչ միայն եպիսկոպոսներու նկատմամբ, այլ իր իսկ անձին նկատմամբ։ Եթե մենք կքաջալերենք գեղձ հովիվներ, եթե կուքանք սուրբ հաղորդության առանց զղջումի, եթե գնայինք աչք միտ գալով մեղքին, ապա մենք եւս մասնակից ենք խավարին։ Երրորդ, բաշտել ոչ մարդը, այլ Աստված։ Մեծ վտանգ է եկեղեցականին աստվածացումը։ Երբ ժողովուրդը կսրբացնե հոգևորականը, անկախ իր վարքեն, այդ ադեն ոչ Աստված, այլ մարդ է, որ կգանքնի խորանին։ Բայց երբ եկեղեցին հիմնված է Քրիստոսի վրա, ոչ քահանային, ոչ առաջնորդին, ինչպես Պողոս առաքյալը ասավ, չեմ քարոզել իմ անձը, այլ Քրիստոս Հիսուս Տերը, 2 Կորինթացիս 4:5։ Չորրորդ, սկսիլ ներսեն, մաքրությունը ներսեն։ Անշուշտ վերնախավը բղծված է, բայց ճշմարիտ վերապոխումը կսկսի սրտերեն։ Սկսեք ձեր ընտանիքեն, ձեր համայնքեն, եղեք սրբության աղաղակող վկաները, պատրաստեցեք նոր սերունդը ճշմարտության մեջ կրտված, աղոթքով սնուցված եւ աստվածավախ։ Հինգերորդ, մի վախնակ խոսիլ, բայց խոսեցեք սիրով։ Քրիստոնյան պետք չէ վախնա խոսելու ճշմարտությունը, երբ ամբողջ կառուցվածքը խարխլած է, բայց պետք է խոսի ոչ նախադինքեն մղված, այլ բժշկելու պապակով։ Ճշմարտությունը սուրբ է, բայց երբ սիրով օգտագործվի, կարողջացնե եւ ոչ թե կսպաննե։ Սիրելիներս, մենք ժամանակաշրջանի մեջ ենք, ուր Տերը բացած է աչքերը իր ժողովրդին։ Մենք այլևս չենք կրնար խույս տալ ճշմարտութենեն, բայց թող մեր պատասխանը չլա նեղացնող, այլ կառուցող։ Թող մենք չլանք քարեր նետող փոխը, այլ մաքրող աղոթքի խումբը։ Քանի որ ճշմարիտ պատասխանը եկեղեցվո ճգնաժամին ոչ քաղաքական է, այլ անձնական, այլ հոգևոր։ Եվ եթե մենք իբրև ժողովուրդ հավատարիմ մնանք, ապա Տերը նորոգելու է եկեղեցին ոչ քեր հզոր եպիսկոպոսներով, այլ սրտանց աղոթող հավատացյալներով։ Թող որ սիրեիներ մենք ըլլանք այդ սրտերը։ Ամեն։